Միշտներ միացել են մեզ մոտ, արդեն տերորսնի բոլորիդ, Դավիթ եղբայր Աստվածաշունչը ձերքի տակ է։ Նոր կտական կողմուսոյ։ Շատ լավ։ Գեորգ եղբայր 62-րդ Սաղմոսը կկարդան։ Հիրավի, որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն, նրանից է իմ փրկությունը։ Հիրավի, որ նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ խիստ չշարժվեմ։ Մինչև երբ եք հարձակվում մարդի վրա, որ ամենքդ սպանեք նրան, ինչպես ծռված պատ և խրախուտ պարիսպ։ Հիրավի խորհուրդ են անում, որ իր բարդությունից վայր գցեն նրան, հավանում են ստության, իրանց բերանովը օրնում են, բայց իրանց սրտումը անիծում։ Ով իմ անձը, մենակ լուռ մտիկ տուր Աստծուն, որովհետև նրանից է իմ հույսը։ Հիրավի, որ նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը, ես չեմ շարժվել։ Աստծո մոտ է իմ փրկությունը և փառքը, իմ զորության վեմն ու իմ ապավենը Աստծո մոտ է։ Հուսացեք նրան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցեք ձեր սրտերը նրա առաջին, Աստված մեր ապավենն է։ Հիրավի, որ հասարակ մարդիկ ունայն են և մեծամեծ մարդիկը սուտ, երբ որ կշռի մեջ դրվին, նրանք ամեն ունայնությունից ավելի թեթև են։ Մի հուսակ հարստահարության և զուր հույս մի դնեք հափշտակության վրա, եթե հարստությունը շատանա, սիրտ մի դնեք նրա վրա։ Աստված մի անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս, թե զորությունն Աստծունն է, և քոնն է ողորմությունը Տեր, որովհետև դու մարդին հատուցում կտաս նրա գործերի պես։ Տերորսներ, ձեներ այս Սաղմոսի մեջ մենք մեկ քանի անգամ լսում ենք նույն բառը, Սաղմոսեցկուն ասում է հետևյալը, որ իր անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն, նրանից է նրա փրկությունը։ Լուռ ու մունջ սպասել Աստծուն, սպասել նրանից փրկություն։ Եվ հետո շարունակությունը, իրավի, որ նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը, որ խիստ շարժվի։ Այս տողերը գրող անձնավորությունը բնականաբար Աստծո փրկությունը իր կյանքում մեկ անգամ չէ որ տեսել էր Դավիթը։ Եվ ահա ինքը հասկանում է, որ դարձյալ մի իրավիճակում է գտնվում, որ կրկին Աստծուց փրկություն է ակնկալում։ Եվ որպեսզի այդ փրկությունը իրան գա, իրան պետք է հանդարտությամբ հույս դնել Աստծո վրա և շարժվել դեպից։ Իհարկե Դավիթն այստեղ խոսում է իր թշնամիներից ազատվելու վերաբերյալ։ Մենք այսօր մարմնավոր գուցե թշնամիներ չունենանք։ Սակայն մենք ունենք թշնամի հակառակորդ, որ շատ նենգ է, և Սուրբ Գիրքն ասում է, որ մռնչող առյուծի պես պտտում է թե ում կուլ տա։ Եվ մենք այստեղ այս Սաղմոսից շատ լավ հասկանում ենք, թե տեսանելի և թե անտեսանելի հակառակորդից թշնամուց փրկվելու միակ երաշխիքը դա մեր Աստծուն ապավինելն է, լուռ ու մունջ սպասելն է իր գործողության։ Աստծո մոտ է իմ փրկությունը և փառքը, իմ զորության վեմն ու իմ ապավենը Աստծո մոտ է։ Մարդիկ իրենք ծանր վիճակի մեջ հայտնված լինելով, տագնապների և աղերի մեջ լինելով, նեղության, տառապանքի և հիվանդության մեջ լինելով, մենք իմանում ենք, որ իրենց նմանների կարիքն են զգում և շատ հաճախ իրենց հույսը դնում են իրենց հարազատների, մտերիմների, բարեկամների վրա։ Սակայն Սաղմոսեցկուն ասում է, իրավի, որ հասարակ մարդիկ ունայն են և մեծամեծ մարդիկը սուտ, և նաև շարունակության մեջ ուղղություն է տալիս, որ երբեք մի հուսացեք այդ մարդը, սիրտ մի դրեք ոչ հարստության,
ոչ ապահովության։ Եվ նաև ասում է, որ Աստված էս ամենը մեկ անգամ ասեց, բայց ինքը երկու անգամ ասում։ Թե զորությունը Աստծունն է։ Եվ ուրեմն սիրելիներ, գալիք կա ամեն անգամ մեր հոգևոր կյանքի մեջ մենք մեզ քննության ենթարկենք, տեսնելու համար, թե իրականում մեր դժվարությունների, մեր հոգևոր պատերազմների մեջ արդյոք մենք մենակ ենք, թե մեր կողքին մարդիկ կան։ Եթե մեր կողքին մարդիկ կան, ոչինչ էլի թող լինեն, բայց թող չխանգարեն քեզ լուր ու մունջ Աստծուն լսած։ Որովհետև Տերը ուզում է, որպեսզի ոչ թե դու բազմականներով մարդկանցով շրջապատված, այլ ուզում է, որ իր թևերը տարածած լինի քո վրա։ Եվ դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ որ Սաղմոս 2-ի նման դու էլ ասես, որ ես սպասում եմ լուր ու մունջ իմ Աստծուն նրա փրկությանը։ Սաղմոս 40-ի մեջ մենք ամբողջ այդ Սաղմոսի իմաստը, որ հասկանում ենք, սա է։ Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա դեպի ինձ նայեց, և աղաղակս լսեց։ Գիտեք, սպասելով սպասել արտահայտությունը, գիտեք ինչ ամուշում, այնտեղ որտեղ էլ արդեն իմ համբերությունը չի հերիքում, այնտեղ էլ շարունակեցի համ։ Այնտեղ էլ շարունակեցի սպասել։ Այսինքն մի վիճակ, որում անձնավորությունը հաստատ է։ Ինչպես 62 Սաղմոսում լսեցինք, լուր ու մունջ սպասում է իր ապավենին, ֆերմին, իր Աստծուն։ Մենք բոլորս սա շատ լավ պիտի հասկանանք, որ մեր Աստված կենդանի Աստված է, և նա մեր յուրաքանչյուր վայրկյանը, յուրաքանչյուր քայլը, շարժը շատ լավ է տեղյակ։ Ուստի երբ որ անձնավորությունը փրկության խնդրի առջև է կանգնում, պետք է սպասի Տիրոջը։ Չնայած Սաղմոս 2-ն այնուամենայնիվ այսքան խոսելուց հետո, ասելուց հետո, մինչև իսկ ասում է, որ անթիվ չարիք են պատել իրան, 12-րդ խոսքում Սաղմոս 40-ին, նրա անօրությունները հասել են իրեն, և արդեն ի վիճակի չի տեսնել, զանազանել, և դրանք ավելի շատ են իր գլխի մազերից, և իր սիրտը իրան թողել արդեն։ Եվ ասում է, Տեր, հաճիր ինձ փրկելու, Տեր, շուտ արա ինձ օգնել։ Սաղմոս 2-ն վստահություն ունի խորը։ Եվ 16-րդ խոսքում ասում է, բայց ես խեղճ եմ և աղքատ, Տերը հոգս է անում ինձ համար, իմ օգնությունն ու փրկությունը դու ես, ով իմ Աստված մի ուշանար։ Այստեղ մենք լսում ենք, որ թեպետ ինքն իրան խեղճության, աղքատության մեջ է տեսնում, բայց չի էլ ասում, որ Տերը իրան մերժել է։ Ասում է, Տերը հոգս է անում իմ համար։ Հոգս է անում։ Իրավիճակը չի փոխված, բայց Տերը հոգս է անում իր համար։ Եվ ինքը սպասելու է, որպեսզի Տերը իր փրկությունը և ապավենը գործած, իր օգնությունը գործած։ Եկեք մենք խոնարհվենք Տիրոջ առաջ, ամենից առաջ մեր գոհությունը բերենք իրեն, մեր ողջ էությունը ուղղի դեպի ինքը, մեր ակնկալիքները ամբողջովին ինքը լինի, և մեր ողջ ներսը իսկապես դեպի Տերը այդպես մղված լինելով, այդպիսի վստահությամբ աղոթ կանի, որ իր վիճակի փոփոխությունը ավելի զորանալու, ավելի ուրախ ու կայտար հոգևոր կյանք ապրելու բանալին միշտ Տիրոջ ձեռքերի մեջ է։ Եվ խնդրենք, որ մեր համար Տերը ինչ որ որոշել է, իսկ Տերը մեր համար միշտ բարիք է որոշել։
Նրա ամեն ինչը մեր կյանքում որ լինում է, ինչպես երկում ասում ենք, չէ, որ Տերը կարող է պատժել, եւ նաեւ ասում է, որ ամեն նրա պատիժը խրատը 1000 բարիք ունի իր մեջ։ Մենք էլ խոնարհվելով վստահ լինենք, որ Տերը այսօր հարկված է մեզ ոչ թե պատժելուն, այլ ուշնելու։ Որտեղ ես չեմ տեսնում, թե որևէ հիմք կա, որ Տերը ուզում է մեզի պատժի։ Իհարկե մարդու սիրտը շատ խորն Աստված է քննում ամեն մեկի սիրտը։ Սակայն ուզում եմ հավատալ եւ հուսացած եմ, վստահ եմ, որ այսօր այստեղ գտնվողներից եւ այս պաշտամունքի ներվից մեզ մասնակցողներին Աստված օրհնել։ Եվ թող այս ամենի մեջ Տերը փառավորվի։ Ամեն։ Աղոթ։ Հարկ մեր ամենակարող Աստծուն սիրելիներ, որ իր միածին որդով ոչ միայն մեր մեղքերը ներեց եւ մեր խաղաղության պատիժը իր որդու վրա դրեց եւ այսօր Աստված մեզ բարկացած չի եւ մենք հաշտություն ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի արյունով մենք միշտ գոհանում ենք Աստծուց որ Տերը մեզ փրկել է մեր մեղքերից փրկել է մեր անօրենություններից հանցանքներից հակառակորդի իշխանությունից մեր կորստյան ճանապարհից է փրկել, հանել է այնտեղից, դրել է մի ճանապարհի մեջ, որը տանում է դեպի իրեն, որ ինքը Տեր Հիսուսն էլ ասեց, որ ինքն է այդ ճանապարհը։ Եվ այս ամեն բաները, քանի որ Աստված մեր համար արել է, մենք արդեն հավատքով ենք փրկված շնորհքի ձեռովը, Հիսուս Քրիստոսի արյան միջոցով, որ հավատացել ենք, որ այդ արյունն իր մեջ զորություն ունի, եւ այլևս մենք դատապարտության տակ չենք, հապա մահվանից դեպի կյանք ենք անցել, այնուամենայնիվ այս ամենից զատ մենք միշտ կրկնում ենք դա, որ փրկելը Աստծո գործն է, փրկությունը ձեռքից չտալը մեր գործը։ Ամեն։ Նրանք ովքեր որ իրենց կյանքի մեջ այս բանաձևը չեն հասկանում, խաբվում են հակառակորդի սուտանուն վարդապետություններով եւ նորից ետ են դառնում, ապրում իրենց աշխարհիկ ընթացքն ու կյանքը, իհարկե ցավալի է, որ այդպիսիները երբ որ կանգնեն Աստծո առաջ, Տերը պիտի իրենց ասի չեմ ճանաչում ձեզ։ Թեպետ իմ շնորհքին, երկնքի, պարգևի համը առնելուն ձեզ հաղորդ եմ արել, բայց ես ձեզ երկրի վրա նպատակով վերստին ծնունդ շնորհելով, միանգամից իմ մոտ չեմ վերցրել, որովհետև ձեր միջոցով շատերի փրկությունն եմ ուզել։ Որ դուք անուշ հոտ լինեք շատերի մեջ, որ դուք պտղաբեր լինեք, որ դուք լույս ու աղ լինեք, եւ դատարկ չգաք իմ մոտ, հապա հարստացած ամեն հոգևոր ձեր գործերով կանգնեք իմ առաջ եւ ես ձեզ էլ կարող եմ ասել այդ ժամանակ ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Բայց նրանց ովքեր որ գրվածն ասում է որ իր ծառայեկիցներին ծեծեց, կերավ, խմեց եւ այլն տրվեց աշխարհին, այդպիսիներին Տերն ասում է որ ինքը երբ որ ոչխարներին այցերից բաժանելու պես կանի, այցերին, որոնք իրաձախկումն ինչ պիտի ասի, մեկ դի գնացեք, ով անօրենություն գործողներ։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ դրանցից շատերին Տերը կդասի կեղծավորների շարքը։ Սիրելիներ, երբ որ մենք ասում ենք ավետարանու խոսքը, որին հավատացել ենք եւ մեր հոգիների մեջ այդ հրաշքը տեղի է ունեցել եւ վերստին ծնված այդ անձը արդեն ուրախությամբ, ցնծությամբ երկնքի արքայությունը կրում է իր մեջ, Աստծո խոսքը այդ մասին ասում է որ դրսևանց մի փնտրեք, այլ նա ձեր մեջ է։ Սա շատ հրաշալի իրողություն է, որ Աստված իր կողմից արել է։ Բայց բոլորս լավ հասկանում ենք, որ երբ սերմն ընկնում է հողի մեջ,
եւ հողից արդեն ծիլը դուրս է գալիս, նա պետք է անցնի ինչ որ process-ներով։ Եվ մենք Մարկոս Ավետարանի մեջ կարդում ենք, որ Տերը երկնքի արքայությունը համեմատեց այս սերմի հետ։ Եվ մարդն ասում է, ինքն իր արտի մեջ սերմ ցանես, եւ թե քնի, եւ թե արթնանա, սերմը ինքն իրենից աճում է։ Առաջ ասեցինք ծիլը, հետո ցողունը, հետո վերջապես բոբոջը երբ որ տալիս է, բոբոջից հետո պտուղը, եւ այսպես փաստորեն մեր երկրի վրա վերստին ծնված մեր էությունը մենք պիտի տեսնենք, թե ինչ փուլում է գտնվում։ Այդ ծիլը, որ հողից դուրս եկավ, շատ լավ էր։ Դա քո կատնագերության շրջանի հոգևոր կյանքն էր։ Ուրախանում էիր, արևի ջերմություն, հոգատարություն կա քո նկատմամբ, ջուր եւ այլն, բայց հետո ցողունի է վերածվում ինքը։ Աճում է եւ ցողուն ունի այլևս։ Եվ այդ այգու մշակը քամուց անձրևից պաշտպանելու համար հաճախ ինչ է դնում իր կողքը։ Մի հատ ինչ որ փայտ, հենարան եւ կապում է դրանից, չէ՞։ Այդպիսի հենարանը հանդիսանում ըստ էության ինչ որ իմաստով եկեղեցու մեջ սպասավորը։ Սակայն երբ գալիս է արդեն հաստաբուն ծառա դարձել, ճյուղեր ունի փարթա, տերևներ, ծաղիկներ, այլևս այդ սյունի կարիքը չկա։ Կողքի հենարանի խնդիրը չկա, նա ինքնուրույն կարողանում է դիմագրավել ամեն քամիների, անձրևների եւ փոթորիկների։ Մենք գիտենք, որ թեպետ սպասավորները ինչ որ իմաստով տնտեսներ ու մշակներ են, բայց ճշմարիտ մշակը հայրն է, որ Հիսուսն ասեց։ Իմ հայրը մշակն է։ Ամեն պտուղ բերողին ինքը մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Իսկ չորացած ճյուղերն ինչ անում, կտրտում է։ Սերներ, Տեր Հիսուսը ինքն ասեց այդ մասին, որ ինքն է արմատը, որդը ինքն է, եւ մենք ճյուղերն ենք։ Եվ ամեն ճյուղ, որ ասում է ինձանում է եւ պտուղ չի բերում, կտրվում է եւ կրակն է ձգվում։ Ուրեմն ինչպես այդ այգու օրինակով ներկայացրեցի ձեզ սերներ, ես հպանցիկ մի անգամից ուզում եմ նաեւ մի օրինակ պահել վերջի համար, եթե Սուրբ Հոգին առաջնորդի, որ ես այդ օրինակը ձեզ ասեմ, որով մենք կհասկանանք, թե մեր երկրավոր փրկության ընթացքը ինչի է նման։ Քանի որ եթե մենք Սուրբ գրքում կարդում ենք այդ մասին, որ մենք վերստին ծնվել ենք ու փրկվել ենք, մի հատ էլ տեղ կա, որ Սուրբ Գիրքն մեզ ասում է, որ վերստին ծնունդումը մենք երկնքում կնստենք նրա սեղանի շուրջ եւ նրա հետ ինչ կանենք, ընթրիք պիտի անենք։ Վերստին ծնունդումը նորից այդ բառն է օգտագործված։ Չէ թե մենք երկու անգամ ենք վերստին ծնվում, սակայն այս մարմնից դուրս գալն էլ վերստին ծնունդ է անվանվում։ Եվ եթե այդպես է, եկեք մի կարևոր բան էլ հասկանանք։ Մեր երկրավոր ընթացքի մեջ Աստծո արած գործի ամբողջականությունը հասկանանք եւ Աստծո մեզանից ակնկալիքը, որ հետո վերջի վերջո երկնքում հայտնվենք։ Առաջի Պետրոս 1:18-ը շատ հրաշալի համար է, որը մեզ պարզ ասում է, թե մենք ինչպես ենք փրկված։ Գիտնալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը, այլ Քրիստոսի պատվական արյունովը, ինչպես անբիծ եւ անարատ գառի։ Այս համարը մեզ հստակ հայտարարում է, որ մենք փրկված ենք, արդեն փրկված ենք, քանի որ հավատացել ենք Հիսուս Քրիստոսի անբիծ անարատ արյանը իբրև մեր տեղը պատիժ կրած մեկի արյուն։ Մեր տեղն էր, մեր արյունը պիտի հոսեր, պատժի որպես նշան,
արդյունք։ Սակայն մեր փոխարեն խաչի վրա սովորթին է մահացել։ Հետևաբար սիրելիներ, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում այս համարներին, այս հավատքով է, որ մենք վերստին ծնվել ենք։ Սակայն լսենք երկրորդ գլխի առաջի համարը։ Արդեն գցելով ամեն չարությունը եւ խաբեությունը եւ կեղծավորությունները եւ նախանձը եւ ամեն չարախոսությունը, նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք դեպի փրկությունը։ Մենք երկու համարներում լսեցինք նույն բառը։ Առաջինում 1:18-ում գրված է, որ արդեն փրկվել ենք։ Երկրորդում գրված է երկրորդ գլխի առաջի համարը, որ փրկվելու համար պետք է աճել դեպի փրկություն։ Սա ո՞նց հասկանանք, սեներ։ Որպեսզի դու փրկված լինես, քեզ պետք է աճել փրկվելու համար։ Երեխան ծնվել է, բայց դեռևս անօգնական է ինքը։ Խնամքի, կաթի եւ այլնի կարիք ունի։ Ավելին, դեռ անձնավորություն չի դարձել։ Եկեղեցում շատ հավատացյալներ կան, որոնք թեպետ անցել են տարիները, բայց մնացել են այս մակարդակում։ Այսպիսի անձնավորությունները չեն աճել դեպի փրկություն։ Հռոմեացիս 13:11-ում կարդում ենք. Եվ այսպես ուրեմն մենք լսում ենք, որ վերստին ծնվելուց այնուամենայնիվ ամբողջապես մենք չենք դառնում փրկված այն զավակները, որ Աստված ակնկալում է մեզանից։ Այդ ծիլի վրա միանգամից պտուղ չի լինում։ Ժամանակ է պահանջվում, որ ցողուն դառնա, ծառ դառնա եւ հետո պտուղ տա, ճիշտ է։ Բայց եթե այդ ժամանակն էլ անցել է մարդու կյանքում եւ դա չկա, այդ պտուղը չկա, ինչ պիտի լինի։ Շատ ցավալի է։ Հռոմեացիս 13:11 խոսքը հետևյալն է ասում. Եվ այս արեք իմանալով ժամանակը, որ ժամ է արդեն քնիցը զարթնել։ Հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք։ Այստեղ գրվածն ասում է, որ ժամանակն է քնից արթնանալ։ Պողոս առաքյալն անհանգստանում է եւ ասում, որ ժամանակին նայելով դուք պիտի վարդապետ լինեիք, բայց դեռ կաթի եք կարոտ։ Կաթի կարոտ անձնավորությունը վարդապետություններ չի հասկանում։ Վարդապետությունները հասկանում է հոգևոր հասուն մարդը։ Եվ այստեղ առաքյալը այս թղթում ասում է. ժամ է արդեն քնիցը զարթնել, որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան այն ժամանակ, որ հավատացինք։ Տարիների մեջ հավատացյալը պիտի հասկանա, որ այն, որ հավատաց եւ փրկվեց, նաեւ այստեղ կարդում ենք, որ գոյություն ունի ընթացք, որը մեզ մոտեցնում է ռեալ փրկությանը, ռեալ երբ որ ասում ենք, առաքյալն այստեղի նկատի ունի Տիրոջը միանալը։ Ամեն։ Մեզ մոտ է, այսինքն երբ տարիներն անցնում են, դու մոտենում ես այս աշխարհը լքելուն։ Եվ քանի որ մոտենում ես այս աշխարհը լքելուն, այս աշխարհը լքելուց առաջ դու պիտի իմանաս, որ արդեն քո փրկությունը մոտ է։ Ավելի է մոտեցել։ Եվ երանի թե ամեն մեկը, ով որ իսկապես վերստին ծնունդի այդ հրաշքն ապրել է, իր հոգևոր կյանքի տարիների առասարակ երկրի վրա ապրելու ընթացքի մեջ միշտ սա իր աչքի առաջ ունենա, որ երեք ավելի հեռու է փրկությունից, քան այսօր։ Մարդիկ միշտ ապագային նայում են երկրավոր կյանքի համար, չէ՞։ Մենք ապագային չենք նայում երկրավոր կյանքի համար։ Մեր ապագան երկինքն է, օրհնյալ է Տերը։ Եփեսացիս 1:7-ում լսում ենք.
Կարելի է 6-ից լսենք։ Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն սիրելիովը, որով ունենք փրկությունը նրա արյունովը եւ մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափով է։ Շնորհքը։ Ամեն վերստին ծնված, անկախ նրանից երեխայա պատանի է թե տարեցա, Աստծո շնորհքով փրկված է։ Սակայն Աստծո շնորհքի գիտության աճի չափ գոյություն ունի։ Ես ելի եմ կրկնում սա։ Աստծո շնորհքի գիտության չափ գոյություն ունի, որը քո հավատքի կյանքիդ մեջ, ինչպես գրված է, այդ մասին քիչ առաջ լսեցինք, որ աճենք դեպի փրկություն։ Եվ տարիների մեջ, եթե դու այս գիտությունը քո մեջ չի գնում ավելացման, այսինքն դու գնալով ավելի չես հրճվում, ավելի հասակ չես առնում, ավելի ցնծությամբ եւ ուրախությամբ չես լցվում, չի բացվում քեզ Աստծո շնորհքը առավելապես։ Սա իհարկե հոգևոր կյանքի հաջողության մասին չի խոսելու քո կյանքում։ Մենք պիտի աճենք Աստծո շնորհքի գիտության մեջ։ Շնորհքի մեծության չափով է։ Մեղքերի թողություն շնորհքի մեծության չափով է։ Բայց սա ամբողջը չի, պիտի շարունակենք համարը։ Որ ավելացավ մեզանում ամեն իմաստությունով ու գիտությունով, ինչ ավելացավ։ Աստծո շնորհքը։ Աստծո շնորհքը ավելացավ մեզանում ամեն իմաստությունով, գիտությունով, ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդը իր հաճության պես, որ առաջուց դրավ իրանում ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսում է, ինչ որ երկնքումն է, ինչ որ երկրում է նրանում, որով էլ ստացանք ժառանգությունը մենք առաջուց որոշված լինելով նրա առաջադրության պես, որ ամեն բան հաջողում է իր կամքի խորհուրդների պես։ Հիմա, որ մենք գովասանք լինենք նրա փառքին, որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել, որ նրանում եւ դուք հուսացաք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք, խոստմունքի Սուրբ Հոգով կրկնվեցաք։ Առաքյալը այս ամենն ասում է, Աստծո կողմից տեղի ունեցած փաստերի մասին խոսում է, բայց միաժամանակ ինքը նաև ասում է, որ մենք երկրի վրա բան ունենք անելու։ Աստծո շնորհքի, իմաստության, գիտության ավելացումը իմ կյանքում օրի վրա շատանում է թե ոչ, սա խնդիր է։ Ես դեռ չեմ խոսում մեղքերից եւ այնից, ես խոսում եմ ուրիշ բանի մասին։ Ես խոսում եմ Աստված ճանաչողության մեջ աճելու մասին մեր։ 4-րդ գլխի 30-րդ խոսքը ասում է. Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Այստեղ խոսքը չի նշանակում, որ երբ Սուրբ Հոգով մկրտվեցի, այդ օրը փրկվեցի։ Ոչ։ Ես փրկվել էի, Աստված ինձ որպես որդի տեսել է, ճանաչում արդեն, եւ որովհետեւ որդի եմ, Աստված իր հոգին է ուղարկել իմ մեջ։ Որդեգրության հոգին իմ մեջ է մի նպատակով, փրկության օրվա համար։ Որ օրն է դա։ Երբ որ երկրի վրայից ես պիտի տեղափոխվեմ երկինք։ Գիտեք ինչ է ասա կարևոր։ Որտեւ ես ասեմ, իմ հոգին, Սուրբ Հոգին կարող է միայն նյութական այս տեսանելի աշխարհից անտեսանելի հոգևոր աշխարհ փոխադրել, թող Տերը փառավորվի։ Դες մեկ դեր ինչ արել։ Սա օրենքավոր գործում է։ Բայց եթե ասում տրտմեցնես այդ Սուրբ Հոգուն, եթե այդ Սուրբ Հոգուն հաշվի չառնես, նա քեզ ոնց երկրից կտանի երկինք։ Այս է խնդիրը։ Մեր կապն ու հարաբերությունը Սուրբ Հոգու հետ ինչ մակարդակի վրա է։ Դարձյալ պիտի ետ գնանք, ես համարները որոշակիորեն թղթերից, արանքներում որոշ համարներ կային, ես միանգամից չեմ ընթերցում, որովհետև խոսքիս ասելու բովանդակությունից պետք է այդ համարները մենք տեղադրենք և
հասկանանք, թե ինչ է այսօրվա պատգամը։ Առաջի Պետրոս առաջի գլուխ նորից գնացինք եւ կարդում ենք 5-րդ խոսքը, որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր հետին ժամանակումը։ Սեներ, չէ՞ որ մենք փրկված ենք արդեն, բայց այստեղ գրված է Աստծո զորությամբ պահպանվում ենք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որը հայտնվելու էր հետին ժամանակում։ Ուրեմն ինչ է այստեղ նշանակում սա։ Հավատքով մենք այսօր փրկված ենք։ Հավատքով պիտի ապրենք։ Առաքյալն ասում է, մենք հավատքով ենք ապրում եւ ոչ թե երևույթով։ Այդ հավատքով դու պիտի ապրես երկրի վրա։ Որ դու փրկված Աստծո որդի ես եւ դու հավատքով պիտի ապրես։ Այդ հավատքը ինչին է պետք է ինչի համար։ Երկնքի համար, երկրի վրա ապրելու համար։ Աստծո խոսքն ասում է, որ հույսը, որ տեսնվում է, այլևս հույս չի։ Երբ մենք երկին գնանք, հավատ պետք է լինելու մեզ հավատ պետք չի լինելու։ Մեզ հավատքը պետք է այս երկրի վրա ապրելու համար։ Եվ Աստված մեզ այդ հավատալու արտոնությունը, շնորհքը, առատապես հավատալու այդ շնորհքը մեզ տվել է, մենք պիտի օգտվենք հավատալու այդ շնորհքից։ Մենք պիտի հավատանք։ Երկրավոր ոչինչ մեզ չի կարող զատել Քրիստոսից։ Փառք Տիրոջ սրա համար։ Ոչինչ մեզ չի կարող զատել։ Այդ հավատքը, որ մեզ երկրի վրա անհրաժեշտ է, Սուրբ Գիրքն ասում է, որ Տերը ուզում է դրանում պահպանված տեսնի մեզ, մինչև այն օրը պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր հետին ժամանակումը։ 9-րդ խոսքը լսում ենք այսպես է ասում. Ձեր հավատքի վախճանը ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։ Տեսեք, լրացրինք թե չէ։ Ձեր հավատքի վախճանը ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։ Հավատք ունի վախճան։ Ամեն։ Կորինթացիս թղթում Պողոս առաքյալն ասում է. հավատք, հույս, սեր եւ սրանցից առավելը սերն է։ Հավատք ունենամ, սարեր շարժեմ եւ այլն, մարգարեանամ եւ այլն անցնելու ամեն բան։ Այստեղ էլ Պողոսն ասում է, Պետրոսն ասում է այդ մասին, որ հավատքը ունի վախճան։ Այդ վախճանը երբ է, երբ իմ հոգին փրկվում է, այսինքն հոգին մարմնից զատվում է եւ գնում երկինք։ Այդ ժամանակ արդեն այդ հոգուն հավատք պետք չի, որովհետեւ մենք այնտեղ պիտի տեսնենք ինչպես որ է մեր Տերը։ Ֆիլիպպեցից 2:12-ը լսենք, Ֆիլիպպեցից 2:12։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք, ոչ միայն իմ ներկայությունումը, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Եթե ես փրկվել եմ արդեն, ահով եւ դողով իմ անձի փրկությունը ինչպես պիտի գործեմ։ Մենք պիտի հասկանանք, որ սա ընդհանրապես նշանակում է, որ մենք այդ փրկությունը ձեռքից չտանք։ Ահով եւ դողով ապրենք երկրի վրա, դա նշանակում է ուշադրություն դարձնել մեր ամեն խոսքին, գործին, քայլին, խորհուրդներին, մտքերին, որոնք մեզ հանկարծ չշեղեն, կամ մեր ձեռքից թույլ չտանք, որ մեզանից խլեն այն փրկությունը, որ արդեն ունենք։ Ուրեմն այստեղ ինքը առաքյալը Ֆիլիպպեցիներին ասում է. ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք, ոչ միայն իմ ներկայությունումը, այլ հիմա էլ ավելի բացակայությունումը, ահով եւ դողալով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Գործեցեք ձեր անձերի փրկությունը նշանակում է ձեռքից չտալ
փրկությունը։ Արյուն թափելու չափ հակառակ չկեցակ մեղքին, Պողոս Արաքյալն ասում է։ Դեն նետեք դյուրավ պաշարող մեղքը, սրանք գործեր են, որ պիտի անենք, թե չէ սիրներ։ Այս անելով ինչ ենք անում, ձերքից չենք տալիս փրկությունը։ Եվ նրանք, ովքեր մատների արանքով են նայում սրան, թող իմանան, որ այն գործը, որ Աստված հանձնարարել է իրենց անելու, եթե թերանան ու չանեն, անշուշտ իրենք կկորցնեն այն փրկությունը, որ Տերը տվել էր իրեն։ Ես մեկ-մեկ գիտեք ինչ եմ հասկանում, սերներ։ Մեկ-մեկ ասում եմ այս հոգեգալստականները, ինչպես գրված է։ Գանձ ունեն իրանց ձեռքին։ Բայց այդ գանձի հետ վարվելու ձևը չգիտեն։ Գանձ ունեն իրենց տրված է գանձ, բայց երեխեքի պես այդ գանձի արժեքը չգիտեն։ Եվ այս ամենը ինչի մասին է խոսում։ Խոսում է այն մասին, որ եթե ճիշտ համապատասխան հոգևոր աճ չեն ունեցել, ապա Սուրբ Հոգին ընդամենը լեզուներով աղոթող կլինի եւ ուրիշ ոչինչ։ Եվ իրենց կյանքում Աստծո Սուրբ Հոգու ոչ միայն գիտությունը չեն ունենա, այլ կիրառումն էլ չեն ունենա։ Իսկ եթե կիրառումն էլ Սուրբ Հոգու չունեցան, որ այսօր կողքից երբ որ նայում ես, քննում ես, ասում ես, այ վիճակը ինչա, իսկ քեզ ինչա հասկացվել, ինչա բացվել քեզ, ահով եւ դողով գործիր քո փրկությունը։ Խնդրում եմ միկրոֆոնն անջատեք, հա, ինչ որ մեկի միկրոֆոնը միացրած է։ Եվ այսպես սիրեներ, քանի որ մենք արդեն որոշակիորեն համարներից իմանում ենք, որ փրկված անձը այնուամենայնիվ անելիք ունի, եւ սրա մասին խոսել ենք, հիշենք Տեր Հիսուսի խոսքերը, երբ որ ինքը վերջին օրերի վերաբերյալ նշաններն ասեց, նաեւ ասեց հիմա մի բան. երբ այս ամեն բաները տեսնեք, ձեր գլուխնին վեր բարձրացրեք, որովհետեւ ձեր փրկությունը մոտ է։ Հառաչում ենք սրա մեջ, երբ պիտի դուրս գանք, երբ պիտի ազատվենք։ Երբ տեսնենք ձեր փրկությունը մոտ է, դարձյալ մենք այստեղ փրկություն բառն ենք լսում, որը նշանակում է երկրի վրայից արդեն փոխադրվել երկինք։ Վերջապես, երբ որ մենք անընդհատ խոսում ենք մեր անձերը արթուն պահելու, սուրբ, սրբագենցաղ կյանքով ապրելու եւ նմանատիպ, ասենք, համարների մասին լսում ենք, կարդում ենք ինքներս էլ այս պահանջները, որ դրված են։ Արդյոք մենք դրանց լրջությունը այնքան խորն ենք հասկացել, որ սկսել ենք այդպես վարվել։ Եկեք խոստովանենք, որ ոչ։ Շատ հաճախ մենք էլ ենք ունայն անում։ Շատ հաճախ մենք էլ ենք տրտմում, գուցեև տրտնջում բողոքում։ Բայց եկեք նորից եմ ասում, հիշենք սա։ Այդ ամենը ինչ էլ որ տեղի ունենում քո կյանքում, գնա Հիսուսի ոտքերի մոտ, խոստովանիր վիճակդ, ասա Տեր, ես եմ, ողորմություն արա ինձ, նորից ինչ շարք կանգնեցրու, եւ Տերը քեզ ողորմություն կանի, կզորացնի, եւ ես հավատացած եմ, նրա կամքն է, որ ոչ թե դու նախկին վիճակն ունենաս, այլ ավելի առաջ գնա։ Փիլիպպեցիս առաջի գլխի 19-րդ խոսքը լսենք։ Առաքյալը ինքը փորձված մարդ էր հոգևոր կյանքում եւ ասում է. սրա համար ուրախ եմ եւ ուրախ էլ կլինեմ, վասնզի գիտեմ, թե այս ամենը ինչ որ իր կյանքում տեղի է ունենում, այս պաշտոնը վերջապես իր անձի համար պատճառ պիտի լինի նրանց հավատքի այդպես աղոթքովը պատճառ պիտի լինի, որպեսզի ինքը ոչ միայն լավագույնս կատարի իր գործը, իր առաքելությունը, այլ նաև նույնիսկ փրկության իմաստով այն խոսում։ Վասնզի գիտեմ, թե այս բանը վերջապես ինձ փրկության պատճառ կլինի։ Լսում եք, դուք աղոթում եք իմ համար, իմ ընթացքը պաշտոնը կատարում եմ եւ հավատում եմ ու գիտեմ, որ դրանք ամենը իր փրկության պատճառը կլինեն։ Տվյալ դեպքում հնարավոր է մեկը ասի, որ Պողոս Առաքյալը բանտից է գրում Փիլիպպեցիներին այս թուղթը։ Այո։ Եվ կարծես Պողոս Առաքյալն ասում է այդ մասին, որ դուք երբ որ աղոթում եք, ես կփրկվեմ բանտից, ոչ ձեներ։ Այսքան էժանագին նախադասություն Պողոսը չէր գրի։ Հասկանում եք, անգամ ինքը նույն թղթում ասում է, որ գիտի, որ իրան Աստված կարող է փրկել, պահել եւ ամեն չարից էլ ապահով հասցնել երկինք։
Ուստի նա բանտը երբեք էլ փրկության հարց չէր դնում, որ բանտում դինելով իրան, որ նահատակեն ինքը իբր թե կորսվում է։ Ոչ։ Հասկանալի է։ Այսպիսով մենք կարողանում ենք Աստծո խոսքի շրջանակներում հասկանալ կարևոր մի բան, որ հավատքի մարդիկ երբեք փրկությունը երկրավոր փորձություններից ազատվել չէ, որ հասկացել են, ինչ որ մենք կարդացինք 62-րդ Սաղմոսում կամ 40-ում կամ ելի մյուս Սաղմոսներում, որ Սաղմոս 2-ն իր փրկությունը իր թշնամիներից հակառակորդներից էր տեսնում, չէ՞, այլ ավելին մենք նոր կտակարանյան շրջանում տեսնում ենք, որ ունենք երկու թշնամի, որոնք մեր դեմ դուրս են գալիս ամեն ժամանակ։ Մեկը դա մեր մարմինն է, մյուսը սատանան հակառակորդը։ Եվ ուրիշ թշնամիներ մենք չպետք է ունենանք զիաներ։ Այս երկու թշնամիները, այս երկու հակառակորդները ամեն կերպ մեզ ուզում են երկնքից կտրել։ Նրանք որ մարմնի կամքով գնան, Սուրբ Գիրքը պարզ է ասում, որ մարմնից մահ են հնձելու, ովքեր մարմնի մեջ սերմեցին, հոգու մեջ սերմեցիր, հոգուց կյանք ես ունենալու։ Եվ դրա համար սերներ հակառակորդն էլ այսօր ուզում է մեզ համոզել, ամեն ժամանակ թմկահարել, որ ոչ, քո կյանքում նաև չի խանգարի սա, չի խանգարի նա, չի խանգարի այս մեկը, պլաններ, ծրագրեր եւ այլն անընդհատ մեջտեղ են գալիս։ Վատ բան չէ, որ պլանավորում ես քո կյանքը, բայց միշտ հիշիր, արդյոք քո ներսը, քո հոգին, կեցությամբ քո բավարարված է, թե դու վազում ես ինչ-որ հարստության հետևից։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:12-ում կարդում ենք. Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստվածանից շնորհակալ լինել ձեզ համար Տերիցը սիրված եղբայրք, որ Աստված սկզբից են ընտրեց ձեզ փրկության համար։ Արդեն ընտրված են, արդեն եղբայր են, փրկված են թե չէ։ Փրկված են։ Բայց նորից առաքյալն ասում է, Տերիցը սիրված եղբայրք, արդեն սիրված են, փրկված են, որ Աստված սկզբից է ընտրեց ձեզ փրկության համար, հոգու սրբությամբ եւ ճշմարիտ հավատքի մեջ։ Եկեք այս երկու գաղափարների մասին մի հատ խորհենք։ Ընտրված եք փրկության համար, այսինքն արժևում դեռ փրկության խնդիր կա, եւ եթե մենք ասենք, որ սա ավարտական տեսքի բերված միտք է, որ արդեն փրկված եք, Տերիցը սիրված եք, չեք էլ ծնվել, աշխարհել չեք եկել, երկիրը չկար, Տերը սիրում էր, փրկել է ձեզ, ճանաչել է, այո, գիտենք, ում ճանաչեց նրանց կանչեց, ում կանչեց նրանց արդարացրեց, ում արդարացրեց նրանց փառավոր արավ։ Այդ ամենը լավ գիտենք մենք։ Բայց առաքյալը ավելացնում է երկու բառ, եւ ես ուզում եմ ուշադիր նորից լսենք, որ Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար հոգու սրբության եւ ճշմարիտ հավատքի մեջ։ Մենք մեկը տեսնում ենք Տիրոջ գործը, Սուրբ Հոգու սրբացման ճանապարհ եթե ընտրեցիր, Աստված քեզ ընտրել է, բայց եթե դու էլ ընտրեցիր Սուրբ Հոգու սրբացման ճանապարհը, եւ երկրորդը հավատք։ Ինչ է այստեղ նշված։ Ճշմարիտ հավատքի մեջ։ Այսինքն եթե դու բավարարվես քո վերստին ծնված լինելով, Սուրբ Հոգով մկրտված լինելով, բայց հոգու սրբության եւ ճշմարիտ հավատքի մեջ չշարունակես քո կյանքը, այդ ընտրությունը, ինչպես առաքյալն ասում է, որպեսզի ձեր կոչումն ու ընտրությունը ինչ անեք, հաստատ անեք։ Հնարավոր է հաստատ չլինի, եթե դու այս համարները ուշադիր չնայես քո կյանքում։ Եվ այսպես սիրելիներ, ես փորձեցի ընդամենը մեկ անգամ եւս իմ հորդորական վարդապետական, այո, սա վարդապետական հորդորական քարոզ էր, սա ուսմունք է, որ մենք լավ պիտի յուրացնենք, գիտեմ, որ յուրացրել ենք, վերհիշենք թերևս ոմանք, նրանք ովքեր, որ դեռևս Քրիստոսի հետ ուխտի մեջ չեն մտել, նրանք ովքեր, որ իսկապես վերստին ծնունդի հրաշք չեն ապրել, թող սա հիշեն, որ Աստված ինքը ակնկալում է շուտապույտ մարդու իրեն դառնալը, խոստովանելը, ամբողջովին հրաժարվել է իր հին ադամական ընթացքից։
եւ իր հետ ուխտի մեջ մտնելու խնդիրը եթե ուշանում է, ապա այստեղ արդեն ուրիշ խնդիրներ են առաջանում։ Նման անձնավորությունները սերներ արդեն նման են այն սերմերին, որ հողի տակ մեռան այդպես էլ ծիլ չունեցան։ Թեպետ տարիներ լսում են Աստծո խոսքը, թեպետ տարիներ ժողովարաններում են լինում։ Տաքսիով իջնում էի երեկ, հենց նստեցի մեկ էլ շուր եկամ նայից, բարև կամ եղբայր, այդ անձնավորությունը, ասի բարև, ասես տեղի չբերեցիր, ասեցի չէ։ Հետո որ զրուցեցինք, արդեն տեղը բերեցի, իմացա, որ ժողովներին, որ ես այնտեղ ժողովներ եմ անցկացրել, իսկ հիմա այնտեղ 50-ական եկեղեցին ժողով չի անում, բոլորը դարձան խարիզմատ, 50-ական եկեղեցին պարտվել է բազմաթիվ գյուղերում, որտեղ ես քարոզել եմ ավետարան։ Վերջապես այս եղբայրն ասեց, որ ես ժողովներ եմ անցկացրել բան, եւ ինքը գայթակղվել է ինչ որ եկեղեցում լինելով եւ այլևս չի գնում, սիրտս ցաված իհարկե։ Ասեց բաներ, որոնք իրավացի էր։ Ասենք հովից գայթակղվել է, չի գնում ժողովներին։ Ես իրեն ասեցի համարս գրի անպայման մենք պետք է իրար հետ հանդիպումներ ունենանք, զրուցենք, որովհետև իմ սիրտը դա քաշեց իրան, դա Աստծո հոգուց եղավ, ես ամեն ինչ եմ ասում։ Իսկապես իմ սիրտը ներսես ու կարծես թե մի անգամից փլվեց ու մի լացի նման բան եղավ այս անձի համար, որ հիմա ինքը դռներին է մնացել։ Դե ասում է այստեղ էլ եղա, այնտեղ էլ եղա, այնտեղ էլ եղա, մի քիչ շրջահայաց տղա է, բայց ասում է ես չեմ տեսնում այն հոգիները, որոնց հետ ես կարող եի իսկապես Տիրոջ հետ պաշտել եւ հիմա այսօր մնացել եմ այս վիճակում ցենց։ Սեներ, նման վիճակում շատ-շատերն են այսօր։ Եվ մենք մեր աղոթքում նորից պետք է այս հոգսը բերենք Տիրոջ առաջ։ Առանձին նստողներ շատ կան։ Սակայն ես նորից ու նորից ուզում եմ հիշեցնել եւ սրանով ուզում եմ փակել իմ խոսքը։ Մեր մարմինների մեջ գտնվելով մենք Աստծո խոսքն ասում է որքան այս մարմնի մեջ ենք, մենք օտար ենք, հեռու ենք երկնքից։ Ուստի հոգևոր աճը, փրկության գիտության աճը մեզ բերել է մի գիտակցման, որ ավելի ու ավելի փափագելով դեպի երկինք, մեր հոգևոր կյանքը երկրի վրա միանշանակորեն հեշտ կանցնենք։ Որքան մենք մտածեցինք մեր երկրի վրա հոգևոր կյանքը ավելի լավացնելու, այս անելու, այն անելու, ոչինչ չի հաջողվելու։ Որքան մենք երկնքով ապրեցինք, վերի բաները մտածեցինք, ավելի մոտեցանք Տիրոջը, ավելի աղոթեցինք, ավելի Սուրբ Հոգով լցվեցինք, այնքան մեր երկրավոր ընթացքի մեջ Սուրբ լինելը մեր համար դառնալու է լրիվ մատչելի գործընթաց։ Ուրեմն մենք այս ճանապարհով պիտի գնանք։ Վերջում ասացի, որ մի համեմատություն պիտի անեմ, որպեսզի խոսքս ավարտեմ սրանով։ Սա է, սեներ։ Ճանապարհին էլի որ գալիս եմ, միշտ թեմայի շուրջ որ պիտի խոսեմ, Սուրբ Հոգուն էլ որ միշտ տեղ ենք տալիս, Աստծո Հոգին բաներ է բացում, որ ասում ես Տեր Աստված։ Իսկ չի ես ասում։ Եվ հիմա պիտի փոխանցեմ այդ միտքը, որովհետև ասեցի պիտի հասկանամ Տերը ուզում է թե չէ։ Եվ ներքուստ զգալով որ դա կա, այդ առաջնորդությունը պիտի ասեմ։ Սեներ, երբ մարդ ծնվում է, աշխարհ է գալիս։ Մի սովորական process ենք դա համարում։ Գտնվում էր մոր որովայնում, հիմա ծնվել է աշխարհ է եկել։ Լսել եք, որ հիվանդանոցում հաճախ, երբ որ երեխա են ունենում, նրանց ինչ են ասում, ազատվեց, չէ՞, ասում են ազատվեց, ինչից ազատվեց, ազատվեց ցավից երկունքի, չէ՞, բայց այդ ցավը ով էր պատճառում իրան, իր որովայնում պտուղը, հիմա ով ումից ազատվեց, երեխան ծնվելով ազատվեց մորից, մայրն էլ երեխայի ծնունդով ազատվեց այդ երեխայից, ճիշտ է, ազատվեց,
Հին գտակարանում, երբ որ մենք կարդում ենք եւ առհասարակ հնագիտությունից էլ դա պարզ է, Տերը բազմաթիվ անգամներ հանդիմանում է, որ դուք ձեր երկնքի թագուհուն բլիթներ եք թխում։ Կարդացել եք, չէ՞։ Հեթանոս աշխարհը հիմա էլ երևի թե մայր բնություն է անվանում։ Ինչ որ իմաստով դա իր համար ճիշտ է։ Ինչու է ճիշտ։ Ինչու է այդ բնությունը իր մայրը համարում ինքը։ Որովհետև ինքը բնությունից ծերված է իրան տեսնում։ Եվ այդ բնության հետ ներդաշնակ է ուզում ապրել։ Այս իմաստով ինքը չի հասկանում, որ Աստված այդ անձնավորությունը, որ ստեղծել է այս բնության մեջ, իրեն շրջապատող նյութական աշխարհը հանդիսանում է, այո, այն միջավայրը, այն արգանդը, որում ինքը ապրում է նյութապես երկրի վրա։ Ուշադրես եք։ Բայց երբ որ ինքը վերստին ծնունդ է ստանում, ինքը սովորական նյութական աշխարհի այդ բնության միջից ծնվում եւ աշխարհ է գալիս։ Այսինքն այն աշխարհը, որ հոգեվոր է կոչվում։ Դա կա, դա ռեալ է, թեպետ չես շոշափում, չես տեսնում։ Դու արդեն այնտեղ ես։ Մեր հոգիները հիմա մի միջավայրում է գտնվում, որը մենք դեռևս լավ չենք գիտակցում։ Մենք շրջապատված ենք, Պողոսը Եբրայեցիս թղթում ասում է, այսքան վկաներով շրջապատված։ Ռուսերեն օբլեկը свидетелей։ Եվ այնտեղ նշում է ու ինչին ենք մոտեցել ու թվարկում է բազմաթիվ բաներ, հիշենք մեկ անգամ։ Այո, այդպես է թե չէ։ Բայց մարդն անհաղորդ է վերստին ծնված։ Ինչու է անհաղորդ։ Ես հիմա քիչ հետո կբացատրեմ թե ինչու։ Որովհետև ինքը չի ազատվել մի կարևոր օրգանից, որի մեջ է գտնվել ժամանակին եւ որի մեջ գտնվում է հիմա էլ։ Մենք վերստին ծնվելուց հետո միանգամից մեր հոգով չենք տեղափոխվում երկինք, չէ՞։ Մենք շարունակում ենք այս մարմնի մեջ ապրել։ Բայց գալու է պահը, երբ որ ինչպես ասացի, վերև փոխադրվելը Սուրբ Հոգու միջոցով, ինչպես ես նշեցի, որ վերստին ծնունդումը մենք երկնքում պիտի սեղան նստենք, ընթրիք անենք Տիրոջ հետ։ Դա էլ է վերստին ծնունդ անվանվում։ Այսօր մեր գիտակցության մեջ Աստված բերում է մի շատ հետաքրքիր գաղափար։ Շատ հետաքրքիր գաղափար։ Ինչպես որ բնության մեջ, ինչպես որ մայրը, որը հանդիսանում էր զավակի համար միջավայր, որտեղ այդ միջավայրում ապրում էր այդ պտուղը, որ պիտի աշխարհ գար, վերստին ծնված մեր անձը այսօր երկրի վրա անցնում է մի process-ով, որպեսզի այս մարմնից դուրս գա եւ գնա երկինք։ Հետևաբար, երբ որ այս մարմնից ինքը դուրս է գալիս, ուշադիր լսեք, սա շատ կարևոր միտք է, որին այսօր որը սատանան խաբելով մարդկանց ուղղակիորեն հետ ապահում հոգևոր շնորհներից։ Եվ ինձ համար արդեն բացահայտված է պատճառը որն է, որտեղ ինքը չի հասկանում իր մարմինն ինչ է իր համար, եւ վերջը այդ մարմնից դուրս ապրելը ինչքան մեծ առավելություն ունի իր համար։ Որ առաքյալն ասում է, երևույթով չեն գնում, եւ ասում է հոգով գնացեք, մարմնի գործերը չէ։ Վտանգավոր է ապրել այս մարմնի մեջ եւ համարել, որ դու այս մարմնի մեջ ես։ Ինչու՞։ Որտեղ որ երեխան է, որ ծնվում է, ուշադիր լսեք, եւ ընկերքի մեջ ամնում։ Պիտանի չէ, դենանետ։ Տեսեք, ես պարզ եմ ասում։ Եթե նրա մեջ մնում է, ինքը ինչ ալնելու։ Եթե այն բնական այդ միջավայրը պակասում է, ինքը սեղմվում եւ մահանում է։ Ճիշտ է թե չէ։ Նույն ձևով, այսօր քո մարմինը այն ընկերքն է, որի մեջ դեռ ապրում ես։ Ինչին ես հիմա շատ տեղ տալիս դու։ Դու այս մարմինը թողելու ես։ Եվ վերստին ծնունդում քո հոգով երկինք պիտի մտնես։ Այսօր մարմնիդ ես ուզեցի նայես ուրիշ աչքերով արդեն։ Ինձ հասկացաք հիմա սեներ։ Երբ որ ես միտքը եկավ իմ մեջ, ես ասում եմ Տեր Աստված, իրապես մենք երկրի վրա
շատ ծրագրերով, պլաններով, այդպես մեր ուրախություններով եւ այլն ապրում ենք, դա շատ լավ է, որովհետեւ վերջը որովայնում էլ ուրախություն կար։ Հիշում եք։ Երբ որ Հովհաննեսն ու Հիսուսը հանդիպեցին Եղիսաբեթն ու Մարիամը, մենք այսօր ապրում ենք հավատքով այդ ուրախությունը, բայց ես պատկերավոր ձևով ձեզ ցույց տվեցի, որ սա մի միջավայր է, որին կարելի է տարբեր անուններ տալ, եւ այսօր տվեց մեկ անուն եւս, որ մենք ի վերջո ես խոսել եմ ծնունդների շարքի մասին, եթե հիշում եք նման հաղորդում ունենք YouTube-ում, թե քանի ծնունդ գոյություն ուներ։ Մենք երբ որ լքենք այս մարմինը, ցնծությամբ, ուրախությամբ մտնելու ենք երկինք, այլևս չենք էլ հիշելու, ինչպես նորածինը երբ որ ծնվում է, չի էլ իմանում, որտեղից ինքը լույս աշխարհ եկավ։ Կարծում եմ այն գաղափարը միտքը, որ այսօր հաղորդվեց մեզ, մեր միտքը կբացի նորովի նայելու մեր մարմիններին, ամեն սեներ։ Իհարկե իմ ասածը սա չի, որ մենք մարմնին խնամք չպետք է անենք։ Վերջը սա նաև մեր համար այն միջավայրն է, որը մեզ պետք է ապահովի միջև երկինք գնալը։ Սակայն նրա նկատմամբ վերաբերմունքը մենք ցավագին չպետք է ընդունենք, երբ որ մեր մարմինը գնալով ավելի տկարանում է։ Պողոս առաքյալն ասում է, թեպետ մեր դրսի մարդը օրեցօր փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր զորանում է։ Ուրեմն թող Աստված օրհնի սյաներ, ելի եմ գրգռում, սա հատկապես խիստ կարևոր է, կարծում եմ բոլոր երիտասարդները լսեն, որոնք շատ են մտահոգված իրենց մարմնով, քան իրենց հոգով։ Թող Տերը փառավորվի սյաներ, այս գիտակցումը մեր մեջ ամուր մնա եւ հոգում տեղ տալով միշտ մեր հայացքը երկինք ուղված ակնկալիքով, սպասելիքներով, որ շուտով մեր Տերը մեզ իր մոտ պիտի փոխադրի։ Իսկ ժամանակները շատ կարճ են, ամեն բան շատ արագ է փոխվում։ Համեմատության համար ասեմ, սա ուղղակի անցնեմ առաջ, հայտնության գիրքը կարդալիս նորից ու նորից այս օրերի մեջ մտածում եմ, խորհում եմ, որպեսզի Աստծո հոգին բացի եւ հասկացնի այդ գլուխը, որ վիրավորվել էր, որ նորից պիտի վերականգնվի, կենթանանա եւ շատերը պիտի տեսնեն ու զարմանան։ Դա որն է։ Եվ այս ուղղությամբ որոշակիորեն ոնց որ կոնտուրներ ագծվում, որ մենք պիտի հասկանանք, որ մեկ օր հանկարծ շատ արագ կարող է փոխվել ամեն բան, եւ երբ որ հիշում են 37 թվականի ռեպրեսիաները Ստալինի, ապա սա հիշեք, սրանք ընդամենը մեկ երկրում տեղի ունեցած հալածանք է եղել հավատացյալների նկատմամբ, բայց մոտենում է համաշխարհային մի իրավիճակ, երբ քրիստոնյաներին այլևս չեն այդպես հանդուրժելու բոլոր պետությունները։ Այսօր արդեն իսլամն է զիջել իր դիրքը։ Իմացաք չէ, Պարսկաստանում չադրան վերացրին։ Ռուսաստանում իմամը համաձայնվել է, որ մեջիթի վրա խաչել լինի, ոչինչ թող լինի։ Այսինքն հասարակությունը, ժողովուրդը, կրոնական այդ բաները վեր են ելնում, իրական պատկերը երևում է աշխարհի կրոնական, որոնք բոլորն են մի գործ են կատարել, որը ների գործն է եղել։ Հասկանում եք։ Բայց նաև Տերը մեզ ասեց այդ մասին, որ մենք չվախենանք։ Վերջին օրերի համար ասեց, այս ամենից առաջ իմ պատճառով բոլոր ազգերից ատելի կլինենք։ Եվ ձեր վրա ձեր կմեկնենք, սպանեն եւ այլն կհալածեն։ Մենք բայց այսօր ժամանակ ունենք, սեներ, որ Աստծո փրկության, շնորհքի, գիտության մեջ առաջանանք։ Եվ այսօր դու լսեցիր, որ քո փրկված լինելը փաստը Աստված արել է, բայց քո փրկությունը ձերքից չտալը։ Խիստ անհրաժեշտություն է, որ դու հասկանաս, որ դա քո գործն է։